Սրանք չեն իմանում բանակը ինչը, չեն իմանում բանակը ինչի համար է, սրանք շփոթում են ռազմական դոկտրինան, շփոթում են պետական դոկտրինայի հետ։ Մենք չունենք պետական դոկտրինա։ Մենք ունենք ռազմական դոկտրինա։ Իրանք չեն իմանում դրանց տարբերությունը։ 7 տարվա մեջ միջև հիմա չեն գրել մի հատ պետական դոկտրինա։ Որ ինչ որ հիմք ունենան, որ ասեն, որ գիտեք, մենք այս դոկտրինայի հիման վրա ենք շարժվում։ Բաղ ով էլ գա իշխանության կանչելու է ասի։ Կարաս ցույց տաս, ինչի հիման վրա ես դու շարժվել, ինչ ծրագրի հիման վրա։ Դուք ընտրվել եք այս ինչ ծրագրով։ Դուք դա էլ հիմք չի։ Բայց ցույց տվեք մի ծրագիր, որի հիման վրա դուք շարժվում եք։ Ցույց տվեք ձեր դոկտրինան, որի հիման վրա դուք շարժվում եք։ Քո մենակ խոսալով չի։ Այդ սա օրենքի խախտում է։ Եվ շատ ծանր է լինելու իրանց վիճակը։ Շատ ծանր։ Ու ցավալի սխալներ են անում։ Ցավալի սխալներ։ Ոչ ոնց ասեմ, տարօրինակ սխալներ։ Սա ցանկացած մասնագետ լսելով մեր երկրի իշխանության կարծիքները պետական կառավարման մասին, բանակի մասին, անվտանգության մասին, էկոնոմիկայի մասին, հասկանում եք, ոնց ասեմ, վերաբերմունք հարահավոր է։ Ստեղ էլ են չեն լսում, սաղ աշխարհով լսում են ինչա խոսում։ Չեն հասկանում, այս մարդը ոնց է եկել դառը ղեկավար։ Ես ու դուք գիտենք երևի ինչա նշանակում ապինդիցիտը։ Չէ՞։ Ասենք, բայց չենք կարա, չէ, մասնագիտական գնահատական տանք այդ օրգանին։ Չենք կարա մենք հեռացնենք այդ օրգանը, դրա համար կա մասնագետ։ Այս ամեն ինչը ես ոնց ասեմ ձեզ, շատ ցավալի է, շատ ցավալի։ Եվ հետապնդումները մեր ժողովրդի երկու իշխանության կողմից ես ասել եմ, Ադրբեջանի եւ Հայաստանի ձեր ձեռին տված հետապնդում են հայ ժողովրդին։